Так, սիրելի ժողովուրդ, լսում եմ։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր հուլիսի 1-ն է, օրը երկուշաբթի, եթերում է հանրային դատ հաղորդաշարի արտագնա թողարկումը։ Չնայած նրան, որ մենք արտագնա եթերի մեջ ենք, բայց միևնույնն է, մեր մշտական անդամները ուղեկցում են մեզ։ Ուղեկցում են մեզ, մերեզնից անպակաս են, Մալչիկ պայմինի սասուն բոզի տղեն, Վայե Ղազարյան, Աննա Վարդապետյան իատեղակալի հետ, Արգիշ Քյարամյան Կիրեմը բխո, Աբազ Անդոյ, և իհարկե Ռուզիկ Քրիստիկան արձակուրդի մեջ հա, եկնային գրասենյակ թագամարդ չկա։ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Ուզում ասեմ նախ մի անգամից լուսաբանեմ, որ այս շաբաթվա վերջ երևակայի մենք կվերադառնանք մեր հաղորդումների բնականon հուն, այսինքն շաբաթական 3 անգամ։ Այս շաբաթվա վերջ կամ եկող շաբաթվանից։ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Էտա արտախորհրդարանական ուժեր, Եդ որ էթմեն Եվրոպա, չգիտեմ Եվրոմիությունը իրանց սպասմա սեղանակցե ինչ արե, այդ ղախպի տղեկը։ Ներս ենք հրավիրում Նիկոլ Փաշինյան, Բոզի տղունիա թայֆով, Էնվեդեն ստեղը։ Ներս ենք հրավիրում Հոկտեմբերյանի քաղաքապետ Վարշամ Սարգսյան Բոզի տղուն, և Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանին, Ռուզիկ Արուշ Արուշանյանի համար մախատ լավ պրպրով սարուցը մեջը կոֆե լատե, անպայման պարիզյան շոկոլադով, դուր, որս մը լավին լավ։ Դալշը անցնենք առաջ, մեր կենտրոնի բոլոր բնակիչները, Դալշը Հարությունյան Էրիկ Գյումրու Մաքսատան պետ, Ազգալձյան Հարություն նորից Գյումրու Մաքսատան պետ վերահսկող, մի րոպե, Աննա Վարդապետյան ստեղա, Նուբարաշեն կերակատարողական հիմնարկի վարչակազմը բուժմասի ղեկավար կազմով, Զինվորական դատախազություն ռազմական ոստիկանություն, Так, Նիկոլը ստեղան, Զանգեզորի պղնձամոլիբդենան հասկացանք, Էնվեդեն ստեղա, Սովամ, սա էլ ստեղ, Տաճոյի Լովան, Լևոն Տաճատի Մկրչան, Դավթաշենի թաղապետ Բոզի տղեն, Ժաննա Անդրեասյան, Սասուն Խաչատրյանի երկու աղջկեքը, Տաթևիկ և Սիլվա Խաչատրյանները թոներ զգան, ձեր պապայի պատճառով աղջիկ ջան դուք դառնում եք ծծող։ Այս պայդրությամբ այսքանը, ինչպես և մենք խոստացել ենք, այսօր կանրադառնանք նաև էքսկլյուզիվ վիդեոներով հանրահայտ սպանության դեպքերից մեկին, Ֆազի սպանությանը, միջանցնելով մեր բողոքներին և գանգատներին,
Տաթևիկ եւ Սիլվա Խաչատրյաններին ուզում է ծծցնի Արմավիրի քաղաքապետ Վարշամը։ Վարշամ վեկալես երկու բոզի աղջկան տար տուալետ։ Իսկ Վարշամի ընտանիքին ուզում են ծծցնեն Արմավիրի բնակիչները, որոնց խնդրանքը մենք բավարարում ենք։ Վարշամի ընտանիքի լուսանկարները, ինչ սիրուն են, գեշ են եւ այլն, տեղադրված է իմ Telegram կանալում։ Հետո կանդրադառնանք ինչի։ Հիմա ասենք առաջ։ Նախ ուզում եմ միանգամից հայտարարել, որ Վիոլա ջուրը հայտարարել է, որ Երևան քաղաքում 10 ժամ ջուր չի լինի, վերջ, գնացեք փդեք։ Այս սրանք ջրի հարց չեն կարող լուծել, հասարակ տրամաբանական ջրի խնդիր։ Ամսվա այս գլխի ջուր չկա, այն գլխի ջուր չկա։ Վթարը գմփմա, ծխվմա, գմփմա։ Եվ սրանք երկիրը ուզում են տանեն Եվրոպա, երկիրն ուզում են տանեն խաղաղության, երկիրն ուզում են վերազինեն այս բոզի տղեկը, որ հասարակ կրանթը բացես ջուր գա, այդ ջրի հարցը չի կարող լուծես իշխանությունը։ Ոչ ջրի հարցը կարող լուծի, ոչ հոսանքի հարցը կարող լուծի, չի կանչում Վիոլա ջրին, իամոտ ասի հելմետ ասա տենամ, լավ, ինչն է պատճառը ամսվա այս գլխից կոմոդ ջուր չկա, այն գլխի ջուր չխնդիրը որն է ընկեր ջան, տրուբե քթին են, փոխի Այս 20 տարի է փոխում եք ու չեք փոխում։ Պատճառը ո՞րն է։ Փողը մի կոպեկ ու շանում են գալիս ես կդրում ես։ Խնդիրը ո՞րն է, որ ջուրն է մա։ Չի լմե ջրի հատը չեն կարող լուծել։ Բայց լմա բոզի տղեն հայտարարում, մենք ժողովրդավարական երկիր ենք։ Այ Նիկոլ Ղաղպկո ժողովրդավարությունը ո՞րն է, որ մարդիկ քնչական կոմիտեների պատուհաններից են լուծ թռան, հա։ Քո ժողովրդավարության խնդիրը ո՞րն է կատնա, որ մարդիկ մտնում են քնչական կոմիտե, հաշվանդամ դուրս են գալի։ Ժողովրդավարական երկրում անմեղ մարդիկ բերթերում փտում են, այ բոզի տղա։ Ի դժբախտություն քո նման ժողովրդավար ղաղպի տղեկի, մեր քյուրան Մարի Լեպեն ծսրեց ժողովրդավարությունը։ Դյուքա Մարի Լեպեն դյուքա այտա։ Համբերի, մենք ետ կադառնանք այդ թեմաներին, բայց մինչև անցնենք բուն Մարի Լեպեններին եւ մեր մյուս աղբրտիկին, որոնք որ ռադիկալ աչակողմյան ուժեր են մեր նման։ Նախ, Ժաննա Անդրեասյան ագարկա։ Ժաննա Անդրեասյան մի այլ տիպի Ժաննա Անդրեասյան։ Ես այս մկնկան, ես չգիտեմ, սրան պիտի քցես կանաս գաղութ, ասես տիկնայք եւ օրիորդներ։ Ժաննա Անդրեասյանին ծսրեք Հավիտյանս Հավիտենից։ Ես հիշում եմ Ժաննա Անդրեասյան ոտքի ագարկա։ Ես հիշում եմ սրա տված ինտերվյուն, որը որ ինքը դատապարտում էր ազգային, ասում էր ազգայինը որիա, ազգայինը ոչ եմ Գարեգինը դեհը քխա եւ այլն եւ այլն։ Այսօր Ֆրանսիայի նման մեկ կուլտուրական երկիր, ոչ միայն Ֆրանսիան, իր հետևից արդեն բանը Բրիտանիա, Գերմանիա, հասկանում են, որ լիբերալիզմը իրանց տունը քանդեց, այդ պուշտուններ, աֆղաններ, պակիստանցիք, հնդիկներ, մարոկացիներ, ալժիրցիք, Ֆրանսիա չկա, Ֆրանսիան նեմա։ Հասկացան, որ օղևուար մոնամի ու հիմա ասում են Մարի Լեպեն, արի մեզի փրկի։ Հիմա Մարի Լեպենից հետո, այսինքն հաջորդը, որը որ պայթելու է Գերմանիան է, որը որ գալիս է իր նացիստական, նացիոնալ ուժերով։ Ես ասել եմ Գերմանիայում ծնվելու է թազա մեր աղբերը, Ադոլֆ Հիտլերը, ոնց ուզում ալնի։ Ու այս ագարկեքը վարի տալով հայկական ազգայինը, вообще այն բոլորը ինչի վրա մենք դաստիարակվել ենք, կրթվել ենք, որ թուրքը բոզի տղա է եւ այլն, ասում են, չէ, մենք պիտի բարեկամանանք։ Այս Ժաննայի նման ագարկեքը, եւ սա մեր կրթության, գիտության, մշակույթի նախարարն է։ Բա մեկն ասի, ընկեր մշակույթի նախարար, Վիոլետա Գևորգյանի նման ժողովրդական արտիստուհու հողարկավորումը Հայաստանի Հանրապետությունում դու մերժեցիր, պոռիկ։ Վիոլետա Գևորգյանի նման դերասանուհու դու պիտի հլներ գնայր հասնեիր ԱՄՆ, ասեիր բերեք այդ մարդուն ստե թաղեք այդ կնոջը։ Ասում եք մենք տեղ չունենք, չեք պատասխանել։ Նախ Վիոլետա Գևորգյանի տղան է շատ սխալ, որ ուզեցել է իամոր աճունը բերի Հայաստան, ասում տեղ չունենք Պանթեոնում։ Այդ Տարոն Մարգարյանի հորը, որ ցելի Զորամասի պլացի չափ տարածք եք տվել, ու չեք ասեմ եղբայր, էս ինչ է, քո հերը ժողովրդական արտիստ էր, պետական լուրջ գործիչ էր, Կարեն Սերոպիչ էր, ով էր, ու տող խմող քեֆանոկ մարդ, դեկալեք Անդրանիկ Մարգարյանին տարեք թողմախում, վերահողարկավորեք։
Կոմիտասի գերեզմանը նայում ես մի հատ սյուն է, սահմանազատման սյուն, վրան մի հատ գլուխ է դրած, դի կոմիտասն է։ Տարոն Մարգարյանի հոր, բան գերեզմանն ես նայում, բան է, մարզալի, լրիվ մարզալի։ Իսկ Վիոլետա Գևորգյանի նման դերասանուն ասում են մենք տեղ չունենք։ Պլյուս դրան, ես չգիտեմ ով է ղեկավարում դրամատիկական թատրոնը, բայց դրամատիկական թատրոնը գոնե մեծարման հուշ երեկո կազմակերպել, ժողովրդական արտիստուհի է։ Ես չեմ ուզում համեմատական հասկացնեմ Լալա Մանացականյան, Վիոլետա Գևորգյան, բայց որ Վիոլետա Գևորգյանը մի քանի գլուխ բարձր էր Լալա Մանացականյանի, դրա մասին ոչ մի խոսք, ես ցավակցում եմ երկու կողմերին էլ։ Բայց մեծարման երեկո գոնե պիտի լիներ, թե ոչ։ Ու այս ագարգեն կոչվում է կրթության մշակույթի նախարար։ Իա բոզի տղա կերպարով։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ տիպի պիտի ձեզ տան ովտեղով ծծցնել։ Այ երբ է գալու այդ բաղձալի օրը, այս տարի կամ եկող։ Վիոլետա Գևորգյանի թիքեն Ժաննա Անդրեասյան, բալեքիդ բերան լինի, լակիրովնի դագաղով տանես գերեզման, գերեզմանոցից հելեն ասեն տեղ չկա, տորեք, ստե էլ տեղ չկա։ Ստեղ ուրա, անդո, մի ալվ կնիկ ինձ արդեն բռնաբորեց։ Ուզում եմ կարդամ են ինչ-որ ինձ եկել է, վեկալ թուղթու գրիչ, աբաս հետևի, որ անդոն գրի, ուրա, տենակ ուրա, հեսա, ուզում եմ կարդամ այս նամակը, որը ինձ հասցեագրել է մի հատ տիկին, Պարոն Ղուկասյան, լսի, Պարոն Ղուկասյան, մայիսի 27-ին Գրիգոր Մկրտչյանին, Տաճոյի Լովայի տղային, կենտրոնի ոստիկանությունը բռնում է կրիստալ տեսակի նարկոտիկ օգտագործելիս քաղաքի կենտրոնում, ձերբակալում տանում են բաժին, եւ արդեն երրորդ անգամ է ինչ հայրը լիքը դոլարներ է տալիս, բաց են թողնում։ Սա որքան պիտի շարունակվի, շատ եմ խնդրում ձեզ, բարձրաձայնեք։ Իսկ զենքերի համար դատարանի սանկցիայով են բերման ենթարկել Տաճոյի Լովայի աշտարակի բաժին եւ վերցնելով X գումարի դիմաց գրել են ինքնակամ։ Էսի մեկ Տաճոյի Լովան Լևոն Տաճատի Մկրտչյան ծնված 1960 թվական։ Նորք Մարաշի բաժնում քրեական գործ կա Լովայի տղայի վրա եւ դա էլ այդպես մնաց եւ նարկոտիկի եւ զենքի վերաբերյալ դա էլ գումարով փակեցին ձեր հաղորդումով որ ասեցիք հավաքարար Ազատուհու անունով անթիվ անհամար հողատարածքներ է առել իր անունով հիմա պետեկամուտների կոմիտեն նստել է վզին Տաճոյի Լովայի հերն անիծել են հունիսի 15-ին պետք է հսկայական գումար վճարեր էտա Տաճոյի Լովայի մա չգիտի վճարելա թե չէ Եվ մի շատ կարևոր բան էլ ասեմ ձեզ, 2012 թվականից մինչև 2020 թվականը Աշտարակի ձոր, բանը պետեկամուտն է տոլսեն, Աշտարակի ձոր ռեստորանը եղել է Տաճոյի Լովայի սեփականությունը։ Խնդրում եմ ձեզ հաղորդման բարձրաձայնեք այն, որ ամառվա հուլիս, օգոստոս մինչև սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում ռեստորանի առևտուրը եղել է 207 միլիոն դրամից մինչև 300 միլիոն դրամ առևտուր։ Եվ նա թաքցրել է եկամուտները պետությունից։ Սերժի ժամանակ հարկայինն ամեն ամիս մուծել է 2 միլիոն 200 հազար եւ մինչև 2 միլիոն 300 հազար դրամ հարկ։ Իսկ Նիկոլի ժամանակ վախից մուծեց ամեն ամիս, այսինքն ամսվա ամառվա 3 ամիսներին 9 միլիոն դրամ ուղիղ եւ հարկայինը թաքցնել իր երկու հաշապան, այսինքն հարկային բաները թաքցրել են գրածալ հայտնատար երկու հաշապանների կողմից Քրիստինեի եւ Բելայի Ես խնդրում եմ ձեզ բարձրաձայնել որպեսզի կատարեն հին թվով վերահաշվարկ Իսկ Տաճոյի Լովայի ունեցվածքը Ռուսաստանում 3 զավոդները գնահատվել է 2014 թվականին 198 միլիոն դոլար
Իսկ տարիներ առաջ նա սպանել է իր փայատիրոջը Թալինցի հրաչին եւ տիրացել նրա բաժնետոմսերին $7 միլիոն, տալով փայատիրոջ տղա Արգիշտին վերցրել է նրա փայը։ Դրանից հետո Արգիշտը գնացել է Սոչի քաղաք, հանցագործների ձեռքը, որ տանեն նրա ձեռքից այդ ամենը եւ հաջողվել է Տաճոյի լովային, մի հատ էլ ընդեղաբան փորը տվել։ Նա շատ հարուստ, կեղտոտ ճանապարհներով Կովկաս ռեստորանի տարածքը ժամանակին Քոչարյան Ռոբերտի ժամանակ խլել է հանրապետական հիվանդանոցում աշխատող բժշկուհու ձեռից, դատարաններին տրամադրելով գումարներ եւ այդ կինը մնացել է անտուն կինը։ Նա վաճառել է իր բնակարանը, որպեսզի փրկի իր իսկ հսկայական տարածքը, ցավոք սրտի չի հաջողվել։ Ռիգայում ունի 1 կվարտիրա եւ 1 սեփական տուն։ Փարիզի 16 թաղամասում ունի 1 կվարտիրա, որն արժե 3 միլիոն եվրո։ Ամեն հավանականությամբ սա գրում է Տաճոյի լովայի սիրուհին, որտեղ մենակ սիրուհին է կան բանկարար իմանար։ Հայաստանում Արամի փողոցի վրա ունի 1 կվարտիրա, որն արժե 500,000։ Պրոշյան փողոցի վրա ունի 1 կվարտիրա, որն արժե 350,000։ Օշականի ճանապարհի տունը իր տարածքով 17 հեկտար գնահատվել է $15 միլիոն։ Աշտարակ քաղաքի 22 հասցեի սեփական տունը արժե $350,000, որ գնահատվել է։ Քասախի 17 հասցեի բնակարանն արժե $150,000, որը գնահատվել է այդքան։ Բյուրականի պանսիոնատը գնահատվել է $1,200,000, վաճառվել է 340,000-ով։ Աշտարակի ձոր ռեստորանը գնեց Գևորգյան կարիքից 2 միլիոնով, ներդրեց 3.5 միլիոն, վաճառեց Տոմ Շահվերդյանի $3 միլիոն։ Աշտարակ քաղաքում գտնվող Կոմետայի զավոդը գնել է նախկին քաղաքապետի թեթև ձեռքով կոպեկներով, որը արժե հիմա $450,000 եւ այսպես ամբողջ ունեցվածքը։ Ուրեմն Անդո, նախատ խորացեք, տեսեք ով է Լևոն Տաճատի Մկրտչյանը, ով ՌԴ քաղաքացի է, ինչի է այս իա նախկին սիրուհուն սենց նեղացրել, որ սիրուհին դրած սա ունեցվածքը հանեջրերես գրմա մեզ։ Եվ եթե սենց հարուստ բոզի տղայա սա Իշքանով է հարկվում, որտեղից էս ամբողջ կապիտալը, հակակոռուպցիոն կոմիտե գոյություն ունի, բալեքի տնտե հոկտեմբերյանի քաղաքապետը ծծծ նմա, բոզի տղա, քո օպեր բլոկը, բաբշե խաբարա Լևոն Տաճատի Մկրտչյանով է, տղեն ծառայել է բնականաբար ոչ, քաղմասը բռնեմ թողում, դոլարնի առնում թողում, աբա զբաղվի, գործ եմ տալում այդ տա։ Անցնենք առաջ։ Քանի որ գնաց տնտեսական հանցագործություններից, ուզում եմ մեր ժողովրդին լուսաբանել, որ Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատը բաժնետերերից մեկը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը, պահանջելով Հայաստանի Հանրապետությունից $1.2 միլիարդ հայց է ներկայացրել լոնդոնյան դատարան։ Ես հիշեցնեմ, որ տես մի հատ հայցել կար Հայկ Մարության կոչված բոզի տղու պատճառով լոնդոնյան դատարանում, այդ բանը սանիտեկով։ Հիմա էլ պղնձա մոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկն է դիմել, ասում է այն բաժնեմասը, որը որ խլել է, իբր թե խլել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դա պիտի դեմից առաջարկվեր մյուս բաժնետերերին, եթե բաժնետերերը չգնեին, այն ժամանակ նոր վաճառողը կարող էր վաճառել կամ տալ կամ նվիրել Հայաստանի Հանրապետությանը։ Խոսքը գնում է 21.8%-ի մասին Զանգեզուրի պղնձատ մոլիբդենային կոմբինատից, որի հետ կապված պետության ներկայացուցիչն է Նարեկ Բաբայան Բոզի տղային քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվել էր 2002 թվականին գերմանական ընկերության, մեծ մասը գերմանական ընկերության, 60%-ով առնեին գերմանացիք $175 միլիոն։ Իհարկե վաճառողը Ռոբերտ Քոչարյանն էր։ Հիմա նայեք,
$175 միլիոն վաճառվել է ամբողջ պղնձամոլիբդենային կոմբինատը, բայց հիմա դրա 20%-ը այդ պղնձամոլիբդենային կոմբինատի գնահատվել է 1.2 միլիարդ $, Հայաստանի բյուջեն 8 միլիարդ է, հիշեցնեմ ձեզ, եւ ես չեմ կարող պատկերացնել, որ 2000, այսինքն 22 տարվա մեջ կարող տեղի ունենար նման ինֆլյացիա դոլարային արժեզրկում, որ ցելի զավոդը այն ժամանակ արժանար $175 միլիոն, իսկ հիմա դրա 20%-ը արժանա 1.2 միլիարդ $։ Այսինքն դուք տեսեք Ռոբերտ Քոչարյանը ինչ ձևա ծսր է Հայաստանի Հանրապետության ունեցվածքը, այդ որ ասում մենք հարուստ ենք եղել, ընկեր Լովիկ Գանդոնը, որ մանկական նկարները նայում ես, ասում ես երեխեն մանկատանից է եկել, սրա հակուկապը, սրա վիճակը, այն պոռնիկ, այն անդաստիրակ կնգանել կողը նստասրած, որ այդ տարիքում են սրանք սենց ազատ լկրտվե իրար հետ, Սուզան Մարգարյան, ոնց որ կասեր մեր հարևան Զոյան, դաստիրակ օղդ մեռնի, այդ չի աղջիկը, տե աղջը, նկարները նայում ասում ես ինչա, սրան մերա դաստիրակ է, այս աղջիկը հեր ունի, չունի, ես ինչ պապված կա, այդ տարիքում արդեն 17 տարեկան են Լովիկի, ձեռը կոխել Լովիկի բդերի արանքը, էնել ձեռն դրերա պատկներին քաշեյար ու այդպես նկարվել են, բա դրանք եթե կամերայի առաջ այդ տարիքում այդպես էնել է, բա արտախցիկային ինչա տեղի ունեցել այդ տան մեջ, Աստված էլ պետարեն ազատի, ու այս Գանդոնը այսօր գտնվում է պարլամենտում, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլա Ռոբիկա ուզում դատի, ու այնքան տուպոյ բոզի տղա են, որ գնաց է զավոդ են խլեն, զավոդ, ու այն ձև են խլե, ու ժողովորդն էլ ցույց են տալի, որ մենք սա պետականացրինք, 21%-ը պետություն, մի հատ էլ տուգանք էին գրել, 15 միլիարդ դրամ, հələ դուք ստեղ, նայեք, դե 15 միլիարդ դրամը ում խերին է, եթե 1.2 միլիարդ $, մենակ գնահատված է 20%-ը։ Մի հատ ժողովրդին դրել են էշի տեղ, թե իրանք զավոդ վեկալան, պղնձամոլիբդենային, հեսա Լոնդոնյան դատարանը ծծնմա ու այդ պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված 1.2 միլիարդ $, Հայաստանի Հանրապետ բյուջեի կես 25%-ը մենք պիտի տանք Տակոյնի բուց ընկերության, այնքան ամբողջ խնդիրը Նիկոլ Բոզի տղա կայանում է նրանում, որ քո նման անգրագետ կրթությունից հեռու դեղին մամուլ գրող Բոզի տղեն Միշիկ Սերժիկ Ղախպի տղեկի միջոցով բերին դրին երկրի նախագահ ու երկրի հերը անիծում են աչ ու ձախ, տղա ջան զավոդ խլելու ձև կա, արվեստ կա, մշակույթ կա, ոնց անել, հասարակ պրիմիտիվ բան, եթե դու ուզում ես ծծանեիր պղնձամոլիբդենային կոմբինատին, առողջապահության նախարար ունես, մի աշկը նայում է հարավ, մի աշկը նայում է հյուսիս, բայց սենց է նայում, այդ 42 թվի լուսերը սենց կծմենոտ է, այդ ենց է նայում, այդ Քյորին վեկանամ ղրգում էիր Զանգեզուր, ասում էիր գնացեք ընդեղ օդի աղտոտվածությունը չափեք շրջակա միջավայրի համար, գնացեք տեսեք բնակիչները ինչ ջուր են խմում, ինչ օդ են շնչում, ինչ վիճակի մեջ է հողը եւ ինչ վիճակի մեջ են աշխատողները, գնում էին դե ֆակտո սաղ արձանագրում էին, որ թունաքիմիական մթնոլորտը բարձր է, ճառագայթա, էսա, էնա, վնասակար ազդեցություն եւ այլն, անկալագիչսկի մթնոլորտը բարձր է, կողի ժողովուրդը յուրաքանչյուր երրորդը ռակ անգնում, վարյականը, այդ հաշվետվության հիման վրա վեկալը մեր ասում էր հարգելի պղնձամոլիբդենային կոմբինատ, ես քո տունը ծծցնեմ, իսկ ես բագում եմ, դու իմ ժողովրդին անում ես մուրմշ, դարչ ու պահանջում էիր պղնձամոլիբդենային կոմբինատից ֆիլտրեր, պահանջում էիր այնքան բաներ դնեմ վզի, որ իրան գային ասեն, ինչ կլինի, այս 20% չէ, 30%-ը վեկալեք ձեզ, մենակ թողեք մենք աշխատենք, ախր դու ես տուպոյ բոզի տղա ես, այտենց էլ 4 գյուղերը նվիրիշ Ադրբեջանի մաս մեջ խերես խաղաղության պայմանագիր, սահմանադրություն պիտի փոխեն, այս Ալևին էլ կծծնեմ ապերեք, ու ես տավարի ցավ
Զոմբիները գիտեն թե Նիկոլը պղնձամոլի դենային կոմբինատա զավթե։ Խերս կերելա 1.2 միլիարդ տնելու եմ վզին։ Այդ 1.2 միլիարդը քո անաբոլենի վորիցակից ես անելու եմ։ Դու չմտածես։ Это я тебе обещаю։ Բոզի տղեկ։ 175 միլիոն դոլար, նույնիսկ բան կինո Մոսկվան, ցելի կինո Մոսկվան, հիշեցի։ Ռոբերտ Քոչարյանը վաճառել էր 300,000 դոլարով։ Այդ ցելի շենքը։ Եկա պղնձամոլի դենը, աղջիկը հասկանալի է, չէ՞ որ մի ֆիկտիվ թիվ գրած է, բայց տակից մարդը միլիարդներ ավեկալ է, միլիարդներ։ Ո՞ս կարա 75 միլիոն դոլար զավոտ ծախել արա։ Ու ոչ մի պատասխանատվություն, արդար մաքուր մարդ։ Ու այսքան լափելուց հետո հələ աշկը գցել է ճաղավանդակների վրա ոստիկանության ավտոների միջի։ Ես ասել եմ, սրանց տանես դնես Դուբայի նավթի հանքերի վրա, մի ամիս հետո Դուբայը կլինի մոր մեջ, կասեն էլ նավթ չկա բրծավ։ Ուրեմն գոյություն ունի Միքայել Արիսի Գալստյան աշխատում է Մեդիտեկում որպես վարորդ։ Սնունդ համաձայնարարում զորամասեր, մարտական դիրքեր եւ այլն, ռազմական ոստիկանությունը թոգերի։ Մեքենայի պետհամարանիշն է 652 AS 61 UAZ։ Նախկինում աշխատել է Բերդի եւ Մասիսի զինկոմիսարիատներում։ Գողանում է դիրքերի եւ զորամասի համար նախատեսված սնունդը։ Նորից եմ կրկնում։ Միքայել Արիսի Գալստյան 17.06.71 թվականի ծնված, աշխատում է Մեդիտեկում որպես վարորդ։ Վարում է UAZ։ Սնունդը տեղափոխելուց մարտական դիրքերին հասանելիք սնունդիվրից անում է ալավ բերում է տուն։ Հետո տանը ծախում է ըստ քաղաքացու ուղարկած դիմում բողոքի։ Ռազմական ոստիկանությունը թող զբաղվի, ես այսօր հնարավորություն չունեմ զանգելու։ Դальше անցնենք առաջ։ Ուրեմն Մաքսատանը Աբաս գոյություն ունի Հարությունյան Էրիկ Գյումրվա Մաքսատան պետ։ Մարդիկ բողոքում են։ Մարդիկ բողոքում են, ասում են, պարոն Ղուկասյան, բերում ենք չինական մեքենաներ, Voya, այդպես ավտո կա։ Ինքը հիբրիդ է։ Բենզինը սնուցում է բատարեն սնուցում է սրտ մեքենան։ Ուրեմն ամեն անգամ այդ նույն մոդելը բերելուց, որ արդեն մի անգամ բերել են, մարդիկ տարել են էքսպերտիզայի, էքսպերտիզան տվել է, որ սա էլեկտրոմոբիլ, հարկման ենթակա չէ, նշանակություն չունի, ամեն անգամ այդ նույն մեքենաները բերելուց ամեն անգամ ասում է գնացեք էքսպերտիզա հետևից, բայց կա նախադեպային որոշման պես մի բան, որ եթե մի հատ թուղթ տված, որ այս մի մեքենան, այս մոդելը հիբրիդա, վերջ, ամեն անգամ այդ նույն մեքենան բերելուց չի կարելի մարդկանց ուղարկել, ասել գնացեք բանը փորձագետի եզրակացություն բերեք։ Դու բնականաբար գործում է կոռուպցիոն սխեմա, չես ուզում գնաց փորձագետի եզրակացություն բերես 80,000 դրամ տալում ես ընկեր Հարությունյան Էրիկին, ասում է անցկացնում ես, չես տալում, չես անցկացնում։ Վերահսկողն է Ազգալզյան Հարություն, մի գանդոնել դա է, նստածը լափամա, դադարք ֆուրը մցնում են, ասում է ռենգեն անանամ, լրի դադարք ֆուր մեջ ոչ բան չկա։ Վրացիներին կողմից նայում են, բնաղաժում են, ասում են սրանք դրի բոզի տղայր։ Այս պահին անգամ 3 հատ մեքենա այդ ուղարկված է էքսպերտիզայի։ Ակնհայտ չէ, որ Գյումրվա Մաքսատանը վախտամա կոռուպցիան, անդո նշի մոտը։ Սպասում ենք արձագանքի։ Մենք նախորդ հաղորդմանը անդրադարձել էինք դիալիզի ապարատներին, այդ թվում նաև Գորիս քաղաքի հետ կապված։ Այսօր տեղեկացանք, որ Գորիսի քաղաքային հիվանդանոցը ստացել է նոր դիալիզի ապարատ, որը որ ձեռքաբերվել Արուշ Արուշանյանի կողմից, ընտանիքի բյուջեի հաշվին։ Մենք օբյեկտիվ մարդ ենք, եւ ուզում եմ հրապարակայնորեն եթերով շնորհակալություն հայտնեմ Արուշ Արուշանյանին իր քաղաքի բնակիչների համար, հիվանդների համար,
որ ձեռքաբերել նոր դիալիզի ապարատ։ Ես ցանկանում եմ, որ այս օրինակը վարակիչ լինի բոլոր քաղաքապետերի համար, Մեղրիի քաղաքապետի համար, Ալավերդի քաղաքապետի համար, Արմավիրի քաղաքապետի համար, մնացած բոլոր քաղաքապետերի համար, որոնք որ չունեն դիալիզի ապարատ, նստած են միլիոնների վրա, բառից ամենաբուն իմաստով, բայց իրենց բնակիչների համար չեն այդ կյանքի կենսունակությունը ապահովող մեքենան, այդ ապարատը, որի անհրաժեշտությունը ուղղակի օդի ջրի նման հարկավոր է որոշակի կատեգորիայի հիվանդների համար, առնեն, բերեն, դնեն։ Չսպասեն մինչև սև ու կուլիկ, պոռնիկ, բալիկ ու միաշկը հարավա, միաշկը հյուսիս մեկնել տիեզերք, մատակարարի դիալիզի ապարատ, որտեվ ամեն մի օրը աշխատում է ի վնաս այդ հիվանդների։ Իսկ Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, ում ընտանիքին հիմա հոկտեմբերյանցները ծսցնում են հոկտեմբերյանի սադի մեջ, այսօր զանգել էի։ Նախիկը չիմացա, որ ես եմ։ Բեկալը քարտուղարուին ասում եմ, մի հատ փոխացեք քաղաքապետին։ Քարտուղարին եկա վերախոսը չլապ դրեց։ Այսինքն նման վերաբերմունք է հոկտեմբերյան քաղաքի բնակիչների նկատմամբ։ Եվ Վարշամ Սարգսյանի ընտանիքը սիստեմատիկաբար ըլնելու է հոկտեմբերյանի ընկահին կարուսեն վիսոլիե գորգի։ Չգիտեմ այդ կարուսելներից ինչ ամենացե։ Դրա մոտ, որ սա հոկտեմբերյանցիները, Երևանյան 20-18-ին մեկ շենքի եւ այլն, Սպանդարյան 4, սիստեմատիկաբար երբ ուզենան գանցցնեն գնան կոնտանիկին։ Բոզի տղա, մինչեւ ես քեզ կծծնեմ բարի ամենաբուն իմաստով։ Իսկ Կարոշ Արոշյանյանին ապլաուս, լավներ կոֆե, շոկոլադը, էլիտուր։ Լավին լավ, վատին վատ։ Քանի որ գնում է խոսք քաղաքից։ Ուրեմն 2025 թվականին սիրելի կենտրոնի բնակիչներ եւ որ մտանք 2025 թիվ ձեզանից սկսվելու է գանձվել գույքահարկ բավականին բարձր գներով գույքահարկ Բացի բանկույքահարկը նաև հայտարարագիր, գույքի հայտարարագիր, որը գրանցելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Աչ ու ձախ, հավաքարարը, կոշկակարը, զիբիլ թափողը, վաճառողը, ստրիպտիզորը, բոլորը պիտի գրեն հայտարարագիր, որտեղից իրանց այսքան գումար։ Հարցի խայտարակությունը կայանում է նրանը, որ Նիկոլ Փաշինյան բոզի տղեն, որը որ ղզգն է ընկել հազարակ ժողովրդի վզին ու ասում է թե դուք պիտի գրեք հայտարարագիր, ամեն առաջինը Նիկոլ Փաշինյանը պիտի հայտարարագիր պահանջի իր աներ ձակից, որը որ 5000 դրամով նկարահանվում էր սերիալներում չէր կարում ապրեր, քնում էր հայկական ժամանակ խմբագրությունում պոլի վրա, այդ յեթիմը, բայց այսօր ամերիկաներում տուն ունեին։ Սուրեն Պապիկյանից, ով սոված մեռնում էր, հիմա դարել է կոլխոզի ես, Արփի Դավոյան, Գնել Սանոսյան եւ այլն, այսինքն այն մարդկանցից, որոնք որ մինչեւ է տեղել են բոմժ, իսկ հիմա դարել են դոլարային միլիոնատեր։ Իա ագարտակնիկը եւ այլն, ոչ թե գան կպնել սովորական ժողովրդին ու ասել գիտեք ինչ, դուք պետք է գրեք հայտարարագիր, ընկեր բուժքույր, հավաքարար, դու ստացել ես 100,000 դրամ, բայց ծախսել ես 300,000 դրամ, դա քեզ որտեղից։ Դրել է մամայիդ բենին 200,000 դրամ մամատ վճարել է։ Այդպես պիտի գրեն հայտարարագրի մեջ, այդ հարցը տվողին։ Ես ինչպես խոստացա կոնդի ժողովրդին, որ ես եմ լինելու միակ անձը, ով լուծելու է կոնդի բնակիչների տան հարցերը։ Նույն ձևել ես ուզում եմ խոստանամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ բացի նրանից, որ այս ամենը լինելու է ներառված իմ նախընտրական ծրագրի մեջ, այս ամենը անմիջապես 24 ժամվա ընթացքում պետք է կյանքի կոչել մեկ հրամանով, ոնց է Դոնալդ Թրամփը ստորագրում ասես դնում եւ ցույց տալի այն նախագահած ժամանակ, նույն ձևով ստորագրվելու է, որ չեղարկվում է նախ առաջին անմիջապես էլեկտրոնային դեղատոմսերը 1, որ այսօր մցրել են եւ չէլ աշխատում, վարորդների համար բալային համակարգը 2, գույքահարկը կենտրոնից հանել, այսինքն այն բարձր գույքահարկը, որ կա չեղարկել, եթե մնում է, պիտի մնա միայն այն մարդկանց համար, ովքեր որ վերջին 5-10 տարում կամ 5 տարում են ձեռք բերել այդտեղ բնակարան։ Այն հին բնակիչներին դա չի վերաբերում, բարձր գույքահարկը։
փակել բոլոր մարզպետարանները։ Հայաստանի Հանրապետությունը այդ հսկայական պետական ուռճացված ապարատը, որը որ ոչինչ չի անում, այսինքն ինչ անում չես հասկանում։ Ես մարզպետարանի իմաստը չեմ հասկանում, այդքան հսկայական աշխատողներ բարելով փակել ցրել նախուի։ Վերջնականապես լուծել պլոնկեքի հարցը։ Տեսեք, պլոնկեկը հանեցին ավտովթարի հետևից։ Գմգմփալ են գնում, մտոն պլոնկեկը որ կային, վթարները շատ էին։ Հիմա արդեն 4-6 ավտոյով են ել, կմպստեմ կծմիան։ Բացի դրանից, պլոնկեկը հանելուց հետո աճել է կրիմինալ ռազմորկեքի քանակը։ Պարզ պատճառ ինչի, եթե այն ժամանակ գալի կայնում էին, սիգնալ էին տալի մի բան, պլոնկեն թույլ չէր տալի, որ յար քիդուբերան տենային, քշը մետում էին։ Հիմա, քանի որ թափանցիկ ապակիներ են, ամեն ինչերով, հայացքներով իրար բռնում են, մեկը մի քիչ ծուռանա է, մեկը մի քիչ ինչ արա, տոնի տակ, վсё, հանում են գմ, վсё, գյուլի պրին արևի տակ։ Պլոնկա չկա, այնի գալում կայնեմա նրա ավտոյի մեջ է նայում, այն մեկը նայում է այնիշ լավ դոշերով քուրա, այն մեկը նայում է այնիշ լավ մուսկուլներով ապերա, այսինքն այդ պլոնկեք անելը բերեց հանցակազմի աճին։ Դրա վառ օրինակը մենք տենում ենք Շամշանով, տելեգրամ կանալներով, ինչ դեպքերա կմկփալ են գնում։ Պլոնկ իսկ Հայաստանն էլ արևային երկիր է։ Ո՞ւս կարելի է ասել, որ պլոնկա մի խփեք։ Ոչ, պլոնկեք լինելու է ինչ տիպի ուզում են թող խփեն, բացի դիմապակուց։ Այնպես ինչպես ձեր սիրած Միացյալ Նահանգներում։ Այս խնդիրները, որը որ կա, որը որ անմիջապես ինքը բան է, առաջին հայացքից թվում է զրոյական բան է, բայց ինքը զրոյական չի, ոչ էլեկտրոնային դեղատոմսը, ոչ բալային համակարգը, որը որ վարորդները զրկվել են, այսպես ասած, վարորդական իրավունքներից։ Այս ամենը չեղարկել։ Բալային համակարգը вообще գցել զիբիլյանոցը կա, կամերա, տեսախցիկ, անցար չկսիր վերջ, աստղաբաշխական տուգանք, կարմիրի տակով, 500,000 դրամ, 700,000 դրամ, անեց տուգանք, որ տունը ծախի տակից դուրս չկա։ Դա ամենաճիշտ տարբերակն է, քան թե զրկել վարորդական իրավունքից։ Սա ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը հաշվի առնի, նամանավանդ երևանցիները, նամանավանդ կենտրոնի բնակիչները, որոնք որ Վազգենի քվորը ձեն տվին, ասում են ես եմ միական դիմությունը, բոզի տղեն, գնաց մտավ Սիսի ոռը, այսօր մի հատ հասարակ կոյուղաջրի հարց, Դավթաշեն երկրորդ թաղամաս 16 շենք դպրոցի մոտ չի լուծում, ես մի ամիսա կեղտաջրերը հելե էթում են, հելե գնում են, վաղը ես ընդեղ պիտի արդեն բանը մարդ ուղարկեմ, վաղը։ Ու այս բոզի տղեն, այսօր ընկել ասում է բանը, ռեֆերենդում անցկացնեն գնանք Եվրոպա։ Նախընտրական ծրագրերի մեջ ես անպայման մտցնելու եմ նաև ամենակարևորը բժշկական սխալ հասկացողությունը, որի հետ կապված ես ուղղակի օր չկա, որ մենք չենք ստանում բողոքներ, բժիշկների, բժշկական հիմնարկների կողմից տեղի ունեցող բժշկական սխալների թվի աճի հետ կապված։ Մարդը վճարում է, պայմանագիրը կապում է բժշկական կենտրոնի հետ, գնում է վիրահատվում է, հերը անիծվում է դուրս է գալու։ Ում դիմի, ոնց դիմի, որտեղ գնա, ոնց փոխհատուցում ստանա, մեխանիզմ գոյություն չունի, առհասարակ գոյություն չունի։ Ցանկացած ցիվիլ երկրում, որին որ դուք այդքան ձգտում եք, ես եմ ձգտում, այդ համակարգը կա, մարդը եկավ, վիրահատվավ, սխալ վիրահատվավ, հետն անիծվավ, բուժվավ, երակային արիր, տավիր երակները վառիր, կացի խլոր սրծկիր, մաշկը փդսիր եւ այլն, դա պիտի փոխհատուցվի։ Բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում դա չկա։ Ես դրա հետ կապված մի հատ կապված օրենքի բացի, մի հատ տեսնենք հնարավոր է կապնվել մեր իրավաբանի հետ, պարոն Գևորգ Պետրոսյանի, եւ այս հարցը մի հատ տանք։ Ունենք նման օրենք, թե ոչ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև, պարոն Ղուկասյան։ Քանի որ էտա դուք շատ կրթված մարդ, ես ուզում եմ միած ձեզ հարց տալ, կապված բժշկական սխալների հետ,
որտեղ որ ես ուղղակի տասնյակներով բողոքներ եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք այս կամ այլ հիվանդանոցում, այս կամ այլ ատամնաբուժարանում, պոլիկլինիկայում ստացել են բժշկական միջամտություն, որը որ պիտի իրենց վիճակը բարելավեր, այլ տեղի ունեցել հակառակը բժշկի կամ բուժքրոջ անգրագիտության պատճառով։ Բայց սրա հետ կապված փոխհատուցման մեխանիզմ գոյություն չունի, այսինքն ռեգրեսիվ հայց քաղաքացին չգիտի ում ներկայացնի, ոնց ներկայացնի։ Դիմումա բոլոր դատարանները մերժում են։ Դուք ազգային ժողովի падգամավոր եք եղել, երբևիցե նման ծրագիր, օրենսդրություն եղել է բերեն մեկն ասեն, երբ պատժան, մեր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն նաև սպիտակ խալաթավորներից։ Այս հարցի շուրջ ինչ որ մի օրենսդրական նախաձեռնություն կա կամ եղել է թե ոչ։ Պարոն Ղուկասյան, այն ժամանակ, որ ես եղել եմ պատգամավոր, այդ ընթացքում չի եղել։ Եվ այսօր արկա իրավակարգավորումը իսկապես լուրջ խնդիրներ է հարուցում այդ ճանապարհին, այսինքն այսօր բժշկական սխալից տուժած քաղաքացիների վնասները հատուցելու, ապահովելու խնդիրը խայտառակ վիճակում է երկրում։ Ինչու՞։ Հայաստանի Հանրապետությունում գործում է դեռևս 1996 թվականի մարտի 4-ին ընդունված բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքը, որի երկրորդ հոդվածի 17-րդ եւ 61-րդ կետերում օգտագործված է ապացուցողական բժշկության սկզբունք արտահայտությունը, այսինքն որ բժիշկը պետք է ապացուցողական արկավորվածություն զգա, որ իր միջամտությունը բախել է պացիենտի շահերից։ Բայց այդ դրույթը որևէ ձևով արտացոլված չէ իմ նշած օրենքում։ Դուք շատ ճիշտ եք նկատում, որ այդ օրենքը, որը հիմնական կարգավորիչ նորմատիվ իրավական ակտն է այդ ոլորտի, չի նախատեսում բժշկական սխալ հասկացությունը։ Օրինակ, ես կան բանը ծնունդ կան ամահանում, նամանավանդ Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Ես հասկանամ դրանց դրա փոխհատուցումը, դրա պատասխանատվությունը վերջ-վերջը ո՞ց անելու։ Ես վստահ եմ, որ որևէ նյութական պատասխանատվություն չի եղել, որովհետև մենք չունենք օրենսդրորեն ամրագրված բժշկական սխալ հասկացությունը։ Պետք է դա ամրագրվի, եւ այդ բժիշկը, որը ստանձնում է տվյալ պացիենտի բուժումը, ինքը գիտակցի նաև իր պոտենցիալ պատասխանատվության հնարավորությունը, որ կարող է սխալ բուժման ընթացքում դրա արդյունքում ինքը կրի նյութական վնասներ։ Ինքը պետք է կրի նյութական վնասներ, դրանք առաջին հերթին հատուցում է բժշկական կազմակերպությունը, որը ռեգրեսիվ պահանջի, այսինքն հետադարձ պահանջի իրավունքով տվյալ բժշկից պետքա բռնականցի։ Եվ այսօր գիտեք ինչ է, խայտառակ վիճակ է, պարոն Ղուկասյան։ Ինձ են բազմաթիվ զանգեր են հղում, խնդրում ենք միջամտեք, ես հրաժարվում եմ որպես փաստաբան այդ գործերը ստանձնելուց, որովհետև ես մի սկզբունք ունեմ։ Եթե ես համոզված չեմ, որ կարող եմ մարդուն օգնել, ինձ պետք չի նրա վճարած գումարը։ Իսկ ես որտեղից պետք է ունենամ այդ համոզմունքը։ Օրենսդրական հաշվենակատ կարգավորումից, որը այսօր գոյություն չունի։ Կրկնում եմ, չկա բժշկական սխալ, հիմա դուք մարդ կա, գիտեք, պարոն Ղուկասյան, տանում են ոսկի են գրավ դնում։ Ես գիտեմ դեպքի անգամ տունն են գրավ դրել, որ տանեն բժշկի փողը տան, եւ այդ մարդը կամ դարձել է հաշմանդամ, կամ ավելիա վիճակը վատթարացել, ինչու՞ չէ նաեւ երբեմն եղել են ցավոք սրտի բավական դեպքեր։ Եվ որևէ բժիշկ սրա համար որևէ նյութական պատասխանատվություն չի կրել, որևէ բժշկական կազմակերպություն սրա պատճառով չի ենթարկվել քաղաքացիական պատասխանատվության։ Հասկանում եք, եւ սրա մեխանիզմները կա։ Գիտեք, ես միշտ մի բան եմ ասում, իրավաբանության մեջ, իրավագիտության մեջ չկա բառը չկա, պետքա ցանկություն լինի, եւ այդ ցանկությունը անպայման կհիմնավորվի օրենքով։ Մենք պետքա մեր քաղաքացիական դատավարության օրենսգրքում առանձին գլուխ նախատեսենք հենց այդ թեմայով, հենց այդ վերնագրով, բժշկական սխալից տուժած քաղաքացիների կրած վնասները հատուցելու կարգի առանձնահատկությունների մասին։ Եվ պետք է բժշկի վրա կամ բժշկական կազմակերպության վրա օրենքով դրվի պարտականությունը ապացուցել, որ ինքը իրականացրել է թույլատրելի, սահմանված նորմատիվներով թույլատրելի բժշկական միջամտություն, բայց ասենք հետևանքները վրա են հասել իր կամքից անկախ պատճառներով։ Մինչդեռ այսօր ուզում եմ մի քիչ հասարակ բառերով ասել, օրենսգրքի հոդվածները չասեմ, այսօր քաղաքացիական դատավարության օրենսգրքում ասում է յուրաքանչյուր կողմ ինքնակրում իր նշած հանգամանքները ապացուցելու պարտականությունը։ Պարոն Ղուկասյան, հիմա պատկերացրեք, գյուղացի մարդ եկել է տուն ու տեղը գրավա դրել կամ չգիտեմ ավտոնա ծախե, եկել է
Դա ոչ բժշկությունից է հասկանում, ոչ դատավարությունից է հասկանում։ Այդ մարդուն սխալ բուժում են նշանակել դարել հաշմանդամ։ Նա ինչ է հասկանում, ոնց հիմնավորի դա։ Դրա համար պետք է առանձնահատկություններ ստանալեն տվյալ գործերով դատարանում բժշկական սխալի բացակայությունը կամ բժշկական ճիշտ միջամտության իրականացրած լինելու պարտականությունը դրվի բժշկական կազմակերպության վրա, եւ եթե բժիշկը չի կարողանում դա ապացուցել, ապա կազմակերպությունը կրի դրա համար նյութական պատասխանատվություն։ Իսկ իհարկե այստեղ պարոն Ղուկասյան շատ կարևոր է նկատի ունենալ նաեւ մի բան, որովհետեւ այստեղ անխուսափելիորեն առաջանալու է փորձաքննության խնդիր։ Իսկ այդ իմ նշած օրենքը 1996 թվականի մարտի 4-ի կրկնում եմ բնակչության բժշկական սպասարկման օգնության եւ սպասարկման մասին օրենքը։ Այդպիսի փորձաքննության տեսակ բժշկագիտական փորձաքննություն չի նախատեսում։ Մարդը դիմում է դատարան, եղածը ծախում է, գրավ է դնում, գնում տարիներով գնում է դատարանների դռները, հիմա մի քիչ տնավարի ասեմ։ Վերջում չի կարողանում ինքը ապացուցել իր դիրքորոշման հիմնավորվածությունը, իրավացությունը եւ փաստորեն այդ մարդու ամբողջ այսպես կոչված շահույթ են անում, որ ինքը կորցնում է իր ունեցածը։ Այս իրավիճակը պետք է փոխել անպայման օրենսդրական համապատասխան փոփոխություններով եւ դա նախատեսել, ես չգիտեմ, մենք էսի անպայման ես սա կներառեմ իմ նախընտրական ծրագրի մեջ, ձեզ էլ պիտի խնդրեմ հիմիկվանից այդ օրենքի վրա աշխատեք, որովհետև քաղաքացին եթե չեմ տեսնում, հասկանում եք, այստեղ պարոն Ղուկասյան, կարևորը այն չի, թե ով է ներկայացնում, կարևորը այն է, որ այդ խնդիրը, ես նախ շնորհակալ եմ, որ դուք այդ կարևոր իսկապես մեր ազգաբնակության շատ մեծամասնությանը հուզող խնդիր եք բարձրացնում եթերում, շատ շնորհակալ եմ, անկեղծորեն, եւ ես պատրաստ եմ, դա ես ոչ թե հանուն էս ինչի կամ մեն ինչի, դա արվում է հանուն ժողովրդի, հանուն էս ինչի են ինչի չի, դա ժողովրդի համար է, որովհետև իրոք իմաց բանը նախ մենք ունենք շատ բուժաշխատողներ, բայց մենք չունենք որակ։ Մենք այն եզակի պետություններից ենք, որ բուժաշխատողի դեֆիցիտ մայրաքաղաքում կամ բաներում, ռայոններում չունենք։ Օրինակ Ռուսաստանը ունի շատ մեծ բուժաշխատողների դեֆիցիտ, Ամերիկան ունի, եվրոպական երկրները вообще ունեն, եւ մենք չունենք, բայց հիմա այդ մենք չունենալը դա չի նշանակում դա լավ է, որովհետեւ դրա մեծ մասը որակ չունի այդ բուժաշխատողների։ Իշխանությունը փորձի ապահովել դա։ Այսօր մենք որ խոսում ենք այդքան եվրոպական միություն մտնելու, չգիտեմ, այս բաների մասին, եվրոպական ցանկացած երկրում, պարոն Ղուկասյան, դուք շատ լավ գիտեք, իրազեկ մարդիկ, կենթանու նկատմամբ, կենթանու առողջության նկատմամբ բժշկական միջամտությունը ավելի հաշվենկատ հետևողական է, քան թե Հայաստանում մարդու առողջության նկատմամբ։ Այս սա է դժբախտությունը։ Դե թող գնան մտնեն եվրոպական երկիր, եվրոպական երկրներ պետք է մտնեն ոչ թե այնտեղից ազգը կործանող բարքերը բանա, սեփականաշնորհելու, յուրացնելու, այդ եվրոպական երկրում հազար անգամ ներողություն, այդ եվրոպական Եվրոմիության երկրի օրենսդրության Վազգենի քվոր Արամ Զավենիչի ցեմզավոդը տեղում կկողխեն իր ընտանիքի հետույքը կասեն բոզի տղա դու օդը ախտոտը մեզ փագեցիր դավայ այնց հետաքրքիր է ինքը էտի մտածում ա այ որ այդ թեմա փագելու է զավոդը շնորհակալություն երևի մեկը պետք է զգուշացնի դրա մասին դուք ես զգուշացրեցի արդեն եւ պարոն Ղուկասյան առիթից օգտվելով որովհետեւ ես միշտ ասում եմ որ բժշկությունն ու իրավաբանությունը դրանք երկվորյակ եղբայրներ են շատ ընդհանրություններ ունեն նույնը վերաբերում է նաեւ դատական համակարգի ոլորտին տեսեք այսօր ինչ խնդիր կա դատարաններ կան դատավորներ կան ակնհայտ ապօրինի վճիրներ, դատավճիրներ, որոշումներ են կայացնում, որի համար քրեական օրենսգրքում նախատեսված է առանձին հոդված պատասխանատվություն, բայց գնում է խնդիրը եվրոպական դատարան եւ եվրոպական դատարանը այդ ապօրինի դատավճիրների, վճիրների եւ որոշումների հետևանքով պետական բյուջեից է գումարներ գանձում հոգու։ Ես ասել եմ, որ օրենքի փոփոխություն պիտի լինի եւ դա պիտի վճարեն դատավորները։ Տեսեք Ուրեմն գոյություն ունի դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ 1985 թվականին ՄԱԿ-ի 7-րդ կոնգրեսի կողմից սահմանված, որի 16-րդ կետը ասում է, որ դատավորները ազատվում են նյութական պատասխանատվության պարտականությունից, բայց ինչի պետք է ազատվեն, ինչի պետք է ֆանտաստիկ դատավորը, որը իր ֆանտազիայի շրջանակներում կայացրել է օրենսդրությունը խախտող մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները
խախտող վճիռ, դատավճիռ կամ որոշում, ինչու պետք է նա ազատվի պատասխանատվությունից։ Դրա համար մենք ունենք միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի օրենք, որի 22-րդ հոդվածը իրավունք է վերապահում արդեն իսկ ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը կասեցնելու կամ չեղարկելու, չեղյալ հայտարարելու։ Այդ գալիք իշխանությունը նաև պետք է մտածի դրա մասին, որովհետև երբ որ այդ դրույթը, այդ կոնվենցիայի Հայաստանում այլևս կամ կասեցվեց կամ իսպար չեղյալ հայտարարվեց, ոչ մի դատավոր չի գնա նման հանդգնության, Ես այդ օրենքը խոստանում եմ մտցնել ուժի մեջ։ Ես էլ շնորհակալ կլինեմ։ Շնորհակալություն։ Որպես Հայաստանի քաղաքացի։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Այո, այդ օրենքը պիտի մտնի այդ ուժի մեջ։ Գնաց Եվրոմիություն, Եվրոպական դատարան մարդու իրավունքների, կայացվեց վճիռ Հայաստանի դեմ, նայում ես, որ ակնհայտ բոզիտողությունը արված բոլոր 3 կայացանի դատավորների կողմից, տուգանքը Հայաստանը, այո, վճարում է քաղաքացուն, որովհետև դատավճիռը եղել է հանուն Հայաստանի Հանրապետության, եւ այդ դատավորների վզին դրվում է այդ գումարը, որը գնացել է պետական բյուջեից, հիմա իրանց գույքից կլինի, աշխատավարձից կլինի եւ այլն փոխհատուցելու են այդ 3 դատավորները։ Իսկ դատախազներին էլ առանձին ծցնել կեղծ մեղադրանք ներկայացնելու համար։ Այդպես։ Այսինքն դատվելու են, ազատվում է, տվյալ դատահազն ազատվում է։ Հաշացավ։ Եթե դու ունեցես մեղադրանքը պաշտպան է որ գնաց ասել է Եվրոպական միություն հետ այլ մտել է պետության կամակը, դու ազատված ես, հաջողություն։ Իմիջիալոց ասեմ, այդ նույն բանով է բշական հոդվածերով մենք լսում ենք, որ Աբազի այդ հիմնարկը կալանավորել է աշտարակի գլխավոր բժշկին։ Ինձ նոր տեղեկացեցին, որ նման բան հոկտեմբերյանի գլխավոր բժիշկն է նարկոտիկներ ծախելու մեջ, դեռ չեմ ճշտել որքանով է տեղեկությունը ճիշտ, բայց դա եկավ եթերից առաջ։ Մեր բժիշկները արդեն անցել են նարկոտիկի վաճառմանը։ Հա, ուրեմն Նոբարաշենք հերակատարողական հիմնարկի բժշկուհի Նարա Բաբայան։ Նարա Բաբայան, այդտեղ է գտնվում կալանավոր Հայկո Հովանիսյանը, նույն ինքը Չորնի Հայկոն, ով իմ ագանջին հասել է, որ ինչ-որ այդտեղ հայտարարում է, շանտաժներ անեն, որ եթե իան վատ նայեք, այդ սիմուլյանտին ինքը կբողոքի ինձ։ Ուրեմն ես նման մարդ չեմ ճանաչում, ես գիտեմ, որ ինքը սիմուլյանտ բոզի տղա է, ինքեր մարդամեկի նման քծող աղբի տղա, ու ուստի վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեն բոլոր կալանավորներին։ Այսինքն իմ անունը ստեղ եղանակ չի խաղում, ծծցնել։ Ուրեմն եվրոպացիներ, ոչ թե եվրոպամեդներ եւ նիկոլականներ, քանի որ բոլորը նույն բոզի տղեկ են։ Եվրոպամեդներ բառը ես վերցնում եմ ճակերտների մեջ, գիտություն, չբռեն ասեն, թե դոգը ռուսամեդ է, դոգը ոչ ռուսամեդ է, ոչ եվրոպամեդ է։ Ուրեմն Ֆրանսիայում տեղի ունեցած ազգային ժողովի ընտրությունները, սիրելի ժողովուրդ, եկավ ապացուցելու այն, որ Ֆրանսիայի նման bonjour, monsieur, courtier, je t'aime երկիրը, որը կուլտուրայի մշակույթի էտալոն, դուխիներ, ամեն ինչ, այդպես կուլտուրական մարդիկ, հասկացան, որ լիբերալիզմը քանդեց Ֆրանսիայի պետականությունը եւ շարունակում է քանդել։ Նույնը հասկացել են դասիս ֆանտաստիշ գերմանացիները, բայց վայն եկավ տարա, որ գերմանացիները արդեն ասին հաջողություն լիբերալիզմ։ Եվ Մարին Լեպեն կուսակցությունը ուղղակի տանում է շռնդալից հաղթանակ իշխող կուսակցության նկատմամբ, այսինքն աչակոմյան ռադիկալ ուժ է, իմ կուլտուրական տեսակը, բայց քանի որ մենք կուլտուրական ազգ չենք, մենք վայրենի ենք, դրա վարապացույցն է մեր վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, փնթի ենք, դրա համար իմ կուլտուրական տեսակը նրանք են, նրանք սիրում են կենթանիներ, փիսիկներ, բնություն, դուխի, այդպես բաներ, մենք չէ, մենք ավիրը մենք ծծնելով էտը մենք, դրա համար մեզ պետք է Վարդան Ղուկասյանի նման ղեկավար, որ ծծնի ծծնողներին, այնտեղ ուրիշ ձևի, այսինքն
եւ Նիկոլականները եւ Վազգենի քուրը իր այդ կողի այդ Բաբաջանյան եւ այլն գանդոներով տենում են որ լիբերալիզմին Եվրոպան ասում է օղևուախ հաջորդը Գերմանիան է հաջորդը Բրիտանիան է սա երբ ասում են մենք ռեֆերենդում ենք ուզում որ գնանք Եվրոպայում ես մեր ասելով ձեզ չեն սպասը Եվրոպան ընդեղ անգեք քաքի մեջ Զելենսկին ընդեղ արդեն էլ ասում է ես պատրաստ եմ բանակցությունների բոզի տղա երկրիդ 40% նավիրիր 500,000 զոհ տվիր նոր հիշար որ դու բանը քանի միլիոն 10 միլիոնից ավել փակստական նոր դու հիշար որ դու ընկել ես քաքը բոզի տղա Հիմա այդ նույն ֆրանսիացիներն ասում են մենք չենք ուզում տանջվենք, պատասխանատվություն կրենք եւ այլն, փախստականների համար, այսքան փախստական, արաբնի, մահմեդականի եւ այլն։ Բոլորը պետք է հանել սիկտիրաներ, ես էլ եմ ասում։ Պետք է հանել եւ սիկտիրանել։ Թող այդ բոլոր մահմեդականները, մուսուլմանները, որոնք որ մեռան դրանց ընդունելով, լծելով, իրենց կուլտուրայով, մշակույթով գալիս են խալխի տուն, ասում են չէ, ստեղ սենս պիտի լինի։ Տոնածառը ազդում է մուսուլմանների վրա։ Մենք նեղացնում ենք նրանց, լսնած բոզի տղության աստիճանը, սա քրիստոնեական տոն է, մուսուլմանները նեղվում են, խերիստը չեն նեղվում են, թոլե սիկտիլեն իած պետություն, բայց որ դու ես գնում նույն Չեչնիա, Դագիստան, Սաուդյան Արաբիա եւ այլ, այսինքն այդ տիպի է, դու պիտի չհականես շորտիկ, դու պիտի կապես չադրա, Պարսկաստան եւ այլն, նույն այդ մարդկանց ունենք նա տենց, գալիս ես այդ մարդու տուն, պիտի քեզ պայես տվյալ երկրի կուլտուրային համապատասխան, ես ոչ մի բան չունեմ, ոչ Իրանի, ոչ Դաղստանի, ոչ Չեչեների եւ այլն, որտեղ տղամարդը շորտիկով անգամ չի կարող ֆռա, բայց եթե նույն այդ մահմեդականները գալիս են Եվրոպա Ուրեմն Եվրոպայում չպիտի կրեն չադրա, չալմա, չգիտեմ եսի ինչ, իրանց Ալլահ Ակբար եւ այլն, չպիտի լինի, նա պիտի գնա այն դպրոցը, որտեղ որ ասում են տղա ջան, աղջիկ ջան, բալիկ ջան, Եվրոպայի այդ օրենքներով, դու կարող ես քո սեռը փոխել, դու կարող ես գնալ գյոթի, դու կարող ես գնալ բոզի, դա նորմալ է։ Էսա կարոզում Եվրոպան։ Մահմեդականը նեղվում ես, խնդրեմ գնա։ Սաուդյան Արաբիան միլիարդների մեջ թաղված երկիր է։ Ինք չգիտի էլ ինչ անի, մեկ երկար քաղաքասարքը, մեկ քառակուսի քաղաքասարքը անապատի մեջ, մեկ անապատնացաղկապատում։ Եղբայր, դուք մուսուլման եք, սունիտ, ընդունեք ձեր պակիստանցիներին, ընդունեք աֆղանցիներին, ընդունեք Բանգլադեշի ժողովրդին, տուն տվեք, տեղ տվեք, սոցիալական ծրագրեր տվեք, պահեք ձեր մահմեդականներին։ Ասում չէ, ես չեմ ընդունում, вообще մարդ չի ընդունում։ Գնացեք Եվրոպա, լկտի Եվրոպան ձեզ կընդունի։ Թուրքիան Գերմանիան ողողված է թուրքերով։ Հիմա Գերմանիան որոշել է սիկտիր անել թուրքերին։ Էրդողանն ասում է նիխույա, ոչ մի թուրք չեմ ընդունում, ով ընդեղից գալիս է։ Գալի իշտում է սամալյոտից, հետա կողմ սամալյոտի մեջ, բանը Lufthansa, նորից ուղարկում է, ասում է դավայ սիկտիր։ Այսինքն մենք զգում ենք, որ լիբերալիզմ goodbye։ Եվ այսօրվա այս բանը քաղաքական աղբը, որն ասում է մենք գնում ենք եւ ձեզ ուզում ենք տանենք Եվրոպա։ Ուշ Եվրոպան լավ բան լիներ, մեզ Բրիտանիան Brexit չեր անի Եվրոմիությունից, դուր չէր գա, ասել ես առանցին եմ ուզում լեմ, իմ էկոնոմիկայի մաման դուք անիծում եք, Անգլիայի նման երկիրը։ Բայց մենք ասում ենք չէ, մենք ուզում ենք գնանք, հիմա մեկը Վազգենիքը որ ասի բոզի տղա, դու այդ սեմ զավոդը որ դրած այնց օդ հաղթոտելով աշխատացնում ես, Եվրոպայում կարաս, չես կարա։ Ուր Ես ուզում եմ, որ մեր սիրելի ժողովուրդը հասկանա, հարցը վիզան չի, որ մենք մենակ վիզա ստանանք, գնանք Ստոկգոլմ տենանք։ Եղբայր, հարցը տնտեսական, հարցը անվտանգային, հարցը քաղաքական, մեծ զրկանքների առիթ լինելու։ Մենք ավելի լավ է մնանք այսպես, եւ այդ ռեֆերենդում եւ այլն, որը վերաբերում է Եվրոպային։ Մոռացեք։ Մնացեք ձեր տնտեսությամբ, ձեր էկոնոմիկայով անկախ, սա է իմ ասածը։ Եթե նորից եմ կրկնում Եվրոմիությունը լավ բան լիներ, Բրիտանիայի նման երկիրը չեր թքի, դուր չեր գասեր, չէ, ես անկախանում եմ։ Իսկ ինչ արեցին մեր բոզի տղեկը։ Մեր բոզի տղեկը, բացի հիմա այսպես ֆրցնում են մեզի, վեկալան պիտի ամսի 1-ին հուլիսի պատրաստ լիներ սահմանազատման կանոնակարգ ազգային ժողովում։ Չկա։
Այդպես բան գոյություն չունի, գնացին Արցախում, սահմանազատման կանոնակարգ չկա։ Ալմատայի պայմանագիրը հռչակագիրը ինչ խռի գլուխ էր, ընկեր Ադրբեջան ասեց ես փաթաթում եմ։ Վեկալան 4 գյուղ պետական դավաճանությամբ տվին Ադրբեջանին, հիմա Ադրբեջանն ասում է թե մենք կնքենք խաղաղության պայմանագիր, եթե մի քանի ամսում Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Ես հիմա ուզում եմ երկու բառ ռուսերենով, որ բարդություն չկրեն ադրբեջանական հատուկ ծառայությունները, թարգմանեն տան Ալիևին։ Երկու բառ ռուսերենով ուզում եմ խոսեմ Ալիևի հետ։ Обращаюсь к президенту Азербайджана. Господин Алиев, нам, оппозиции, настоящей оппозиции, правой оппозиции, радикальной, реваншистской оппозиции, ясно? Это четко понятно, что не может быть мирного договора между Арменией и Азербайджаном. Не может быть, пока вы там президент. Это нереально. Вы говорите, что Армения должна поменять свою конституцию. Армения должна поменять что? Армения должен отказаться от своих судебных исков Евросуд по правам человека и так далее. Итак, как больше вы давливаете, делаете давку на нынешнее правительство Армении, тем больше и больше вы делаете хорошее для тех людей, которые осознают решение этой проблемы только в военных действиях. Только. Это приведет к тому, благодаря вашим усилиям, что в ближайшем будущем, когда пройдут выборы, народ будет выбирать тех людей, которые, ту партию, которая скажет, что, уважаемые вы мои, мир в Кавказе невозможно. Если мы должны защищать свой суверенитет, то это только оружием в руках. Не может быть мира между Израилем и Палестиной, Израилем и арабских стран, между Северной Кореей, Восточной Кореей, не может быть, Южной Кореей не может. Точно так же не может быть мира между Арменией и Азербайджаном. Ну, пока вы там президент, это уж точно. И поменять Конституцию Армения не будет. Я понимаю, что нынешняя власть, которую вы купили, не могут вам что-то сказать в лицо. Просто не могут, потому что вы заплатили. Вы купили Нагорный Карабах. Вы финансировали эту партию, которая мой шаг пришел к власти через Серж Саргсян. Все знают. Уже в Армении все знают, что Серж сам привел этих пидорастов, до этого взяв от тебя несколько миллиардов долларов, а половину ты просто-напросто не заплатил. И я тебе заверяю, после парламентских выборов, которые пройдут в Армении, и когда придет к власти моя партия, мы с тобой уже будем разговаривать по-другому. Совсем по-другому. И те амбиции, те настроения, которые есть у тебя, у твоего народа, что вы победители, вы никакие не победители. Я это говорю миллион раз. Вы купили эту войну, вам помогла Россия, взял Нагорный Карабах и отдал вам, чтобы отомстить нам, армянам. Что будет потом? Вот я знаю точно, что будет потом, когда к власти приду я и моя партия. О мирном договоре молиться будет Азербайджан. И не забудьте, что в конце концов у Армении есть атомная электростанция. Не забудьте про это. И не забудьте, что у нас в реале есть и союзники. Все те страны, которые ненавидят Турцию и Азербайджан, они будут стоять рядом со мной. С этими пидорастами никто стоять не будет, потому что они предатели. Вот Никол Пашинян, ваш посол, он предатель. С ним невозможно договариваться. Ни Россия, ни Штаты, ни Франция, ни Иран не могут с этим гондоном договариваться. Потому что он марионетка в руках бывшего президента Серж Саргсяна. А бывший президент Серж Саргсян, он бизнесмен. Он продал свою родину, Нагорный Карабах, и ты его кинул. Правильно сделал, молодец. Тут
ты молодец. Но мира между Арменией и Азербайджаном не будет, если ты требуешь поменять конституцию, убрать гору Арарат из герба и так далее. Нет. И чем больше ты делаешь свою давку на этих идиотов, тем больше для меня это плюс. Потому что народ понимает, что нужен такой человек, который нажмет на кнопку, и вся твоя экономика взлетит пух и прах в воздух. Потому что по-другому ты не понимаешь. Ты понимаешь только силу. По-нормальному поговорить с президентом Азербайджана это невозможно. Тут нужен только силовой метод. И пока Азербайджан не получит в щеку, он не поймет. Особенно твои вот идиотские вот блогеры, вот, которые бегут туда-сюда и показывают то, что вот, как видите, как красиво уже город Ахтам, какой красивый уже город Физули. Да, очень красивый, очень аккуратно, молодец. Отремонтировал, асфальтировал, делал то, что наши пидорасты за 30 лет ничего не делали, а взамен грабили. Но ты что, хочешь, чтобы все это взлетел пух и прах? Ты хочешь опять, чтобы туда вошли танки, прилетали ракеты, снаряды, вот этот аэропорт Физули к чертовой матери взлетел в воздух? Пожалуйста. Подарили тебя свой Нагорный Карабах? Ну как ты считаешь? Бери и молчи, блядь. Пока не потеряешь все. Еще и опять заново все начнется. Поменяйте конституцию, поменяйте то, поменяйте все. Продолжать таким тоном. Все это приведет к тому, вот видишь, портрет Франции. Пришла Ле Пен. Радикальная сила. В Армении приду я. Радикальный человек. Крайне радикальный человек. И мало не покажется. Որովհետև կուլտուրայի եւ էսթետիկայի դառնացավ Ադրբեջանի հետ պետք է խոսել միայն զենքի ուժով եւ այն մարդիկ ովքեր որ ասում են վայ մեր երեխեքը պիտի գնան նորից բանակ ոչ կգնան այն երեխեքը ովքեր որ ազատված են եղել պարտադիր զինվորական ծառայությունից բայց առաջի գից կկանգնի նայոմնի բանակը վճարովի ոչ հայ նայոմնիկներ Ֆրանսիայից, Սերբիայից, չգիտեմ, Պաղեստինից եւ այլն։ Այդ նույն մեծահարուստների հաշվին կգան, կկանգնեն առաջի գից։ Երկրորդ գից կկանգնեն բանակից ազատվածները, երրորդ գից կկանգնեն ծառայացները, չորրորդ գից կկանգնեն նորակոչիկները։ Այն էլ 6 ամիս հետո։ Եվ տենալով նման ազգի մարտական ոգին միանշանակ համոզված են, որ արդեն մեզ հետ վարկենական կստիպեն Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիր։ Երբ որ պայթի Ադրբեջանի գազատարը, նավթատարը, Մինգեչաուրի վրա կան ռակետներ եւ այլն, Ղարաբաղ բիզիմդիր, Ֆիզուլի բիզիմդիր, այն ժամանակ նոր կհասկանան, որ չէ։ Եկել է մի ղեկավար, որի հետ պետք է խոսել ու ասածը կատարել։ Այլ ոչ թե Նիկոլի նման չմո բոզի տղա։ Չնայած այդքանը չմո չի, ասեմ, իմանաք, ինչ վերաբերում է Հայաստանի ներքին հարցերին, Նիկոլ Փաշինյանը չմո չի։ Նիկոլ Փաշինյանը իան դրած պոտենցիալ գժիտեղ Հայաստանը շենելա պոլիգոն։ Եհովայի բանվականները խնդրեմ Եղվարդու նոր կյանքի խոսքա, խեռի խոսքա, դա բանը շամպայնում, սաղին հավկրեն իարգլուղ, սաղին համոզում են, քարոզում են, սահմանադրություն պիտի փոխվի, էս պիտի անվի եւ այլն։ Եվ ոչ մի լրատվամիջոց Հայաստանի Հանրապետությունում չի գնացել, չի նգեն Դանիելյոնից անեն բոզի տղեն է թորոմած խեռը, բայց հələ մեկը ասի, բա հիմա վեկալ այդ հելիկոպտերը տար Եղվարդի վերևը նկարի ցույց տու, թե 30 հատ վրան խփած մեջ նստած ինչ են ասում, Եհովա, Եհովա, կողխեմ ձեր Եհովան, ծսնեմ ձեր Եհովային։ Այսպես պետք է զորքը կողել ընդ շիտ վահան, ջարդել, փշել, սաղին լարել, թունավոր գազը բաց տողել վերեք ասել խեղտվեք։ Այն նույն նռակները, որոնք որ գցում էին ցուցարարները, պետք է գցել դրանց վրան, լարել այդտեղից վրան էլ վառել։ Եհովա, ու սա պիտի աներ եկեղեցին, բայց գարեգին բոզի տղեն նստած վեհարանամ հավաքարարի ծլիկնա ծծամ, բացել է սեռական շրտերը, ծլիկնա ծծամ, այն դեպքում, երբ որ ամբողջ Հայաստանը վերածվել կրոնական պոլիգոնի, Եհովայի վկաներ, կյանքի խոսք, խեռի խոսք, են բարի սամարացիան շխրը գլոխա, սաղտնանեքը դրա մեջ հա,
Ու սա, ասում եմ, Հայաստանը մեջից քանդելուց առաջի տեղում են։ Ոչ մի լրատվամիջոց, տեսեք, հիմա խփեք հարցում, կուլ ինտերնետով Եհովայի վկաներ։ Մի հատ հոդված չկա։ Միակ մարդը, ով խոսում է, որ Եհովայի 30,000 Եհովայի վկա հավաքվել է Եղվարդում Ալլահ Ակբար են անում, մենակ ես եմ, որ այդտեղ սարի պետքա լարել։ Բայց սեկտիր անել։ Ոչ մի չի տպում։ Մամուլա, ո՞տից տպի։ Որովհետև այդ նույն Եհովայի վկաները Ռոբա Սերժան Նիկոլական բոզի տղեկի ձեռի գործն է։ Ասում եմ, մենք դեմոկրատական երկիր ենք, ժողովրդավարական երկիր ենք։ Ու մեկը չկա, ասի բոզի տղա։ Դեմոկրատական ժողովրդավարական երկիր ես, օրենքի։ 12/06/2024 թվականին Քաղմասից, Երևան քաղաքում, Քաղմասից չափել են, մարդ եմ գրգի ասել են չափի, Քաղմասից վազքով 1 րոպե 12 վայրկյան հեռավորությամբ, ներողություն, քայլելով 1 րոպե 12 վայրկյան, վազքով 26 վայրկյան Քաղմասից հեռավորության վրա տեղի է ունեցել սպանություն։ Ֆազի մասին է գնում խոսքը, սպանություն։ Դեռ մի բոզի տղա ավտոմատով գրծրել է եւ այլն։ 45 րոպե հետո նորքով ոստիկանությունը գալիս, ասում եմ, ով իմ բարերի վրա կասկածում է, վեկալում է մետրը կամ ժամացույցը, միացնում է ու Քաղմասից քայլում է դեպի այն վայրը, որտեղ որ խփեցին Ֆազին։ Ու հարցնում է, տենը կարինա, ուղիղ 20 քանի վայրկյան, վազելով, քայլելով 1:40 րոպե 12 վայրկյան։ Ասում է, երբ է եկել ոստիկանությունը։ 45 րոպե հետո։ Խի։ Ուրեմն ինչա պարզ դառնում, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալը շիշ բռնողի հետ փեսա է։ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Սարգսյան։ Արմեն Գևորգյանը Երևան քաղաքի օպերատիվ հետախուզական բաժնի պետի տեղակալը Չախ Ռուստամի հետ է Քավոր Սանիկ։ Այս երկուսն են կատեգորիկ կերպով չունեն Ֆազի հետ։ Եվ ես իմ անձնական բանն եմ ասում, եթե պետք կա կասկածյալների կրուկ, առաջի կրուկ, երկրորդ կրուկ, երրորդ կրուկ, առաջի կրուկի մեջ մտնում է Չախ Ռուստամ, շիշ բռնող։ Հիմա սրանք դրա բարեկամներն են։ Ուրեմն սպանությունից անմիջապես հետո, երբ որ սպանվողը Ֆազը մեքենայով քշում եւ հարվածում է դրանց ավտոյին, այդ բոզի տղեկի ավտոյին, դրանով իսկ անհնար դարձնում մեքենայով փախուստը դեպքի վայրից, մեքենայի մեջ այնտեղ հայտնաբերվել է բենզին, դոլար, սնունդ, մլունդ, հեռախոսներ եւ այլն, սրանք դիում են փախուստի։ Հələ մենք չեն իմանալ ուր է տան, այդտենց անգրագետ բոզի տղեկ են։ Եվ տեսախցիկների տակ հաթաթ ֆիքսվել են։ Մինչ սպանություն կատարելը, այս երկու ղախպի տղեկը դեմից եղել են Բաշինջաղյանի վրի բենզալցակայանում։ Եկե բենզինը, կամերաներով դեպքերը պարզերում է, ոչ մեկի ցույց չեն տալի։ Ոստիկանությունը համ չի գտնում, համ չի դնում, ասի սիրի ժողովուրդ, վնիմание, ռոզիսկ, չկա։ Եղել է այդտեղ դեմքերը ֆիքսվել է։ Դրանից առաջ կվարտալ հաց են կերել, այդ բանը, բայց օբյեկտում էլ չեմ ուզում օբյեկտի հայ բաները, այդ անունտան տեսախցիկները փայլում ֆիքսել են, կիտ, մռու, դեմ, ցավ, բայց բանը ոստիկանությունը ցույց չի տալի, չի ասում սերի ժողովուրդ, ով է ճանաչում խոսքի, այս բոզի տղու, ինչ գիտեք, եկեք ասեք, չէ՞, չկա լռություն է։ Մենք հիմա տեղադրում ենք Telegram կանալում սպանությունից հետո մի քանի տեսախցիկներից հանված վիդեոզապիսը, որը որ մեզ են տրամադրել մեր ուժային կառույցի անուշ հապերներ, ասում են պարոն Ղուկասյան, միջին պերսոնալը MVD-ի ոստիկանության միջին պերսոնալը, օպերներ, բաժին պետերը ուզում են աշխատեն, ուզում են բացահայտեն, գիտեն ոնց է, ինչ է, բայց Վերադաս ղեկավարությունը թույլ չի տալի։ Պրոստը թույլ չի տալի։ Ինչ բերում ենք, ասում ենք երեխեքեն, արեկեն, ինչ բերում են։ Գումարած դրան, մինչև այսօր տվյալ անձանց ինքնությունը չի հայտարարվել, հետախուզում չի հայտարարվել, բայց անձինք պարզ են։ Ես հիմա էքսկլյուզիվ մի քանի վիդեոներ տեղադրում եմ իմ Telegram կանալ, որպեսզի լրատվամիջոցներն էլ վերցնեն եւ չգիտեմ, կարան տարածեն, չեն ուզում թե չտարածեն, որովհետև դրա կարիքը չկա էլ իմ Telegram-ից հետո։
իհարկե մենք ունենք ձեռքի տակ մի քանի տեսանյութեր, որովք իհարկե խոսում է եւ նկարագրում է, հետեւերից հետո ես կտեղադրեմ, որ բան չխանգարեմ, ցուցադրվում են այդ ոչ տեսանյութերը, դիցնդեավազում եւ այլն, այսինքն երևում է ով այդ մարդը գումարած դրան մնացած տեսանյութերը մենք կհրապարակենք մի փոքր ավելի ուշ, որպեսզի ընկեր MVD-ն հասկանա, որ մեր ձեռքի տակ կա, ասես ասած բավականին լուրջ ապացուցողական բազա, որ MVD-ն ցանկանալու դեպքում, ցանկանալու այս պրիմիտիվ սպանությունը, պրիմիտիվ, վաղուց բացահայտել էր, բայց չի անում։ Հետևաբար, ես ավելի քան վստահ եմ, որ Արմեն Գևորգյանը, Երևան քաղաքի վարչության ՕԲ-ի պետտեղակալը, Երևան քաղաքի վարչության պետը եւ ինչպես նաեւ ոստիկանապետը, տեսեք ես անգամ չեմ ասում Վահե Ղազարյան, ամբողջովին անում են հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի այս սպանությունը չբացահայտվի։ Հիմա ասում են, իրանք արդեն փախել են։ Տղա ջան, կամերաները կա, ամեն ինչը կա, եւ այլն, ոնց են փախել, ինչի թույլ տվեցիք, որ իրանք փախան։ Եվ հիմա ամենաբան խնդիրը գնում է, ես հատուկ ուզում եմ դիմեմ նաեւ Ֆազի ընտանիքին։ Ֆազի եղբոր ողջ մնալը եւ չմնալը, ասենց ասած, դարել է ըստ մեզ ասած տեղեկությունների շատ լուրջ թեմա, որովհետեւ նայեք, ես պատահական չասեցի, որ Զատիկյանների սպանությունը եւ վերացրեցի ամբողջ ընտանիքը մնաց մենակ այդ խեղճ կինը։ Այստեղ էլ կա դրա վտանգը եւ միանշանակ ուզում եմ ասեմ, որ նույն Ֆազի աղբոր միջավայրում կան ներդրված բոզի տղեկ, որոնք որ դեռ ուսումնասիրում են, տեղեկատվություն են տալի աղբերնով ու բան այդ ուր գնաց, ուր եկավ, ինչ արեց եւ այլն։ Դա համար ես ուզում եմ, որ այդ տղան ողջ մնա։ Այդ տղան ողջ մնա վաղը մյուսօր դատ ու դատաստան տենալու համար։ Եվ այս բանը սպանությունը բանը միակը չի։ Այստեղ մենք ունենք սպանություն Չարեն ցավանում իշոր եկեղեցու Բաքում դրին մի հատ լավ տողոբն գյուլին, այսինքն ինչ են անում այս բոզի տղեկը, այս քպական աղբի տղեկը, այդ շիշ բռնող բոզի տղեն, որը որ կրիմինալը, այսպես ուզում ադառնա կրիմինալի թագավորը, վեկալը ձեռը եւ բոլոր ոչ իրենց հաճո անուշ ապերների գլուխները ուտելով հատատ գնում են։ Սիրելի անուշ ապերներ, այն ոնց են ասեմ քուչի լավ տղեկ, որոնք որ իրոք լավ տղեկ են։ Լավա, վատա, ինչա, ձեր միակ հույսը եւ հավատը, ով ձեզ հնարավորություն կտա տեսնել այս բոզի տղեկին 4 պատի մեջ ճաղերի ետևում, դա միայն Վարդան Ղուկասյանն է։ Ոչ ռոբիկականները, ոչ սերժականները, ոչ վազգենի քուրականները եւ այլն այս խնդիրը լուծողը չեն։ Եվ ձեզ հավի ճտի նման այս sense խփելով գնալու են։ Հավի ճտի նման։ Ոչ դատ, ոչ դատաստան։ Ու այս բոզի տղեն դեմ ասում ենք ժողովրդավարական երկիր ենք։ Ոստիկանությունը քտիտա 45 րոպե տուշացումով է գալի, ասում մենք ժողովրդավարական երկիր ենք, եւ չի ասում Քոյմեդեխիա, ոյտե միլպետը տեղյակ է եղել։ Միլպետը թույլ չի տվել, որ գան, մինչև այս բոզի տղեկը թռնեն։ Ձեր հույսն ու հավատը դա Վարդան Ղուկասյանն է։ Եվ եթե վաղը միշտ ընտրություններ լինի, եթե ձեզանից որևիցե մեկը գնա ընկնի ժողովրդի մեջ ու քարոզ տանի, Ռոբիկ ընտրեք, Սերժիկ ընտրեք, Նիկոլ ընտրեք եւ այլն, ուրեմն տվալանձը բոզի տղա է։ Մինիմում։ Նա մանավանդ կվարտալ, կենտրոն, կոնտ եւ այլն, բոզի տղա։ Պիտի նման մարդուն տեղում ծծցնել, բարի ամենաբուն իմաստով, ամենաբուն իմաստով։ Մենք րոպեներ անց ես իմ տելեգրամ կանալում կտեղադրեմ, որ նայեք թե ինչ խայտարակ վիճակի մեջ է, կիլլերը չի մանամ ուր է, գժի նման վազմստե, երևում է, որ ոչ պրոֆեսիոնալ է, չի կարողանում կողնորոշվի, կարի մի հատ տենամ մեկը ժամանակը գնամ, ուզում հասկանամ,
Ինչ լավ սա։ Էսի մեկ։ Էսի երկուս։ Էս iPhone-ն էլ ասած քաքի։ Էսի 3։ Էսի 4։ Երևում է, որ չի կողմնորոշվում, ուր գնա, ինչ անի, մեկ է Զյանան վազը, մեկ է Յանեն վազը, այսինքն իրանք չէին նախատեսել, որ զոհվողը կարա, վсё, գնաց։ Զոհվողը կվերցնի ու կքշի յանց ավտոյի վրա ու կտալա կջարդի անտեր շան նման, երևում է, որ ոչ պրոֆեսիոնալ բոզի տղեկ են։ Անտեր շան նման, ստից ընդդիավազում, այս կամերայի տակից այն կամերայի տակ, Թումոյի այգիա գնա մտում, ու խնդիրը այն է, որ սրանք ֆիքսվել են, ամեն տեղ ֆիքսվել են, ու այդքանից հետո հանցագործությունը չբացահայտված, նրանք չգիտեն ով է, պրոստը չգիտեն, ոչ գիտեն այդ անձով է, ոչ գիտեն այդ անձի հերնով է, մերնով է, չգիտեն, ասում չեն կարեն բարձել, բայց ես հենա, խտրեմ, բայց ես հեն այդ ասեցի, չէ, որ այստեղ են եղել, եւ նախաքննական մարմինը գիտի որտեղ են եղել։ Ուստի ես հիմա նախ ուզում եմ հորդորել մեր քուչի անուշ ապերներին մտածել իրենց կյանքի եւ առողջության անվտանգության մասին, նամանավան ֆազի աղբորը։ Եվ որ ասեմ, սպասենք տնանք ինչա գալը մեր հետ։ Մենք ուշով հետևելու ենք այս սպանությանը, ես այս սպանության բոլոր փաստերը ուղարկելու եմ եվրոպական բոլոր երկրներին նորից, որ իգիտություն ընդունեն, որ Հայաստանը դա հանցագործ երկիր է, ոչ մի բան կանաչ գոտել չի, խնդրեմ արդեն տեղադրված է, մտեք նայեք, համոզեք, որ գժի նման ստից ընդեղ են վազում եւ էսի կամերաների մի մասն է, մենք հետագայում էլի կտեղադրենք։ Այսինքն ու այս մարդիկ դաժե չեն հասկացել, որ պիտի, չգիտեմ, տաքսի բռնեն, նստեն ավտոն, փախնեն դեպքի վայրից, կամ ինչ որ մի բան, ստից ընդեա պահկվում, անդից ընդեա բան պահկվում, երևում կամ դոզի տակ կա, կամ անգրագետ բոզի տակ է, չգիտի, ուր է թա։ Ուր է, ու այս մարդը դաժե չեն հասկացել, որ կարելի է, չգիտեմ, գնալ միտեղ, գնալ փախնել Վրաստան, կամ ինչ որ մի երկիր։ Սրանք ես միանշանակ համոզված եմ, կամ սպանված են, կամ Հայաստանում են։ Սրանք չեն լքել Հայաստանի Հանրապետությունը, այս խփող բոզի տակ են։ Եվ թաքնված է ոստիկանության բարձր հովանու ներքո։ Այսքանը այսօր։ Շնորհակալություն, գնացեք բան ֆուտբոլ նայեք, մեկ էլ էսի։ Հաջողություն։